Մայիսի 20-ին Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ իրանական պատվիրակությունը Երևանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Այսօր աշխատանքային այցով Հայաստանում է նաև Ռուսաստանի ԱԳ-նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տվյալներով այսօր քննիչները քրեական գործեր են քննում 15 եվրոպական երկրների տարածքում գտնվող խորհրդային զինվորների, ռազմական թաղումների, հուշարձանների, պղծման ոչնչացման կամ վնասման 167 փաստերի վերաբերյալ։ Ադրբեջանը վաղուց է, ինչ այս ամոթալի ցուցակի թեկնածու է։ Մայիսի 20-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի ԱԳ-նախարար Սերգեյ Լավրովը, որին Երևանում արևմտամետ ուժերը ցանկացել են դիմավորել Պուտին մարդասպան գրությամբ պաստառներով, սակայն պատահաբար դրանցով դիմավորել են Իրանի պաշտպանության նախարարին։ Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի հասկացել, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե խաթարել ռուս-հայկականը։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատում մոտ 2000 մարդ և ըստ երևույթին նրանցից մի քանիսը դեռ չեն սպառել USAID-ի միջոցով փոխանցված գումարները, ուստի նրանք այն ծախում են միայն նման ծրագրերի վրա։ Զախարովան հակառուսական ակցիան անվանել է վաճառված։ Համացանցում լայն տարածում է գտել Պեկինի օտարլեզուների համալսարանի հայոց լեզվի բաժնի ուսանողների պարը Նեմրա երգչախմբի Արնեմ Ելնեմի կատարման ներքո։ Հայուհիների պարեն եռյակը հայտնի Դոնի երգի ներքո փոքրիկ բեմադրություն է պատրաստել, որը սոցցանցի հայկական տիրույթում լայն տարածում է գտելու արժանացել դրական մեկնաբանությունների։